Компании «Ташир». Все грани бизнеса. Վանաձորի 4 դպրոցը դարձավ 80 տարեկան, այս կապակցությամբ շնորհավորել է մարզի գլխավոր պաշտոնյան, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ինչ է կատարվում մարզկենտրոնի շուկայում, ինչն է թանկացել, ինչ է ժանացել, կպատմի մոլորակը եւ Ֆորտունան արդեն ուրբաթ օրվանից սկսում է նոր հաղորդաշար։ Մոլորակ լրատվականը շարունակում է աշխատել մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Վանաձորի 4 դպրոցը դարձավ 80 տարեկան, այս կապակցությամբ շնորհավորել է մարզի գլխավոր պաշտոնյան, Գոհար Մովսիսյանն է հետևել տոնական օրվան։ Օրը տոնական է մարզկենտրոն Վանաձորի թիվ 4 դպրոցի ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար։ Դպրոցն այսօր նշում է իր հոբելյանական 80-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառումներն ընթացան երկու փուլով։ Նախ դպրոցում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում աշակերտները ներկայացրին դպրոցի ստեղծման պատմությունը, անդրադարձան վաստակավոր ուսուցիչների ավանդին, որոնց զգալի մասը եղել են նույն դպրոցի շրջանավարտներ։ Հյուրերը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի գլխավորությամբ, ով եւս այս դպրոցի շրջանավարտներից է, շրջեցին դասասենյակներով եւ շնորհավորեցին աշակերտներին ու ուսուցիչներին։ Տոնակատարության երկրորդ մասը տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։ Հանդիսությունը կրում էր գիտելիքի ու կյանքի փառապան զարփնոց խորագիրը։ Ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով եւ հանդես եկավ շնորհավորանքի խոսքով, ինչպես նաեւ շնորհակալագրեր հանձնեց ինչպես դպրոցի տնօրենին, այնպես էլ ուսուցիչներից մի քանիսին։ Վերջին երկու օրերին ինձ համար նոր բացահայտումներ արեցի, թե թիվ 4 դպրոցը ինչ կարևոր անցած ճանապարհն է եւ Վանաձորի պատմության մեջ ինչ մեծ է թիվ 4 դպրոցի դերը եւ նշանակությունը։ Դպրոցը կարևորվում է իր շրջանավարտներով եւ երբ որ կարդացի թիվ 4 դպրոցի շրջանավարտների ցանկը, ավելի ողջավորվեցի, ուրախացա, որ ինձ պատիվ է արժանացվել այս տարիների ընթացքում աշխատել մի մարզում, որտեղ ունեն թիվ 4 դպրոցի նման դպրոց, որը ունի անցած ճանապարհ եւ լուրջ պատմություն։ Ես վստահ եմ համոզված, որ այն անցած տարիներին ինչ հաջողություններ արձանագրվել է մեր դպրոցի կողմից, այն լինելու է շարունակական եւ այն շրջանավարտները, որոնք ունեցել են նախկինում, ել ավելի լուրջ ներդրումներ ունենալու մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման կյանքում։ Շնորհավորանքի խոսք ասաց նաև Լոռու փոխմարզպետը, կարևորելով դպրոցի դերը իր սաների, կյանքի ու գործունեության տարբեր ոլորտներում։ Վերջինս հատկապես առանձնացրեց դպրոցում ստացած դասյարակության կարևորությունը։ Շնորհավորում եմ սիրելի դպրոցի ողջ անձնակազմին, բոլոր ժամանակների շրջանավարտներին, ներկայիս եւ նախկին բոլոր աշխատակիցներին եւ հույսով եմ, որ այն դիմագիծը, որը տարիների ընթացքում կերտել է թիվ 4 դպրոցը, հետագա հոբելյաներին մենք ականատես ենք լինելու։ Շնորհավորում եմ բոլորիս, բարի եւ Տեսաֆիլմի միջոցով ներկայացվեց դպրոցի 80-ամյա պատմությունը հիմնադրումից մինչև մեր օրեր։ Այս տարիների ընթացքում դպրոցն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, 2007 թվականին ճանաչվել որպես լավագույն։ Մեծ ուրախություն է տոնել դպրոցի հոբելյանը, բայց դրա հետ միատեղ միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է։ Նախ եւ առաջ նրանց առջև, ովքեր աշխատել են մեր դպրոցում մինչ մեզ, եւ նրանց առջև, ովքեր աշխատելու են մեզնից հետո։ Լավ դպրոց ունենալու համար ամուր նախահիմք է հարկավոր, իսկ լավագույն կրթված եւ դասյարակված ազգ ունենալու համար կարևորը դա դպրոցն է, որտեղ կյանքի կարելի ասես ասել դարբնոց, որտեղ կերտվում են մարդկային հոգիներ։ Դպրոցի հոբելյանը յուրատեսակ առիթ հանդիսացավ ներկայիս եւ նախկին սաներին կրկին անգամ համախմբելու համար։ Ոգևորությունը մեծ էր, որը վարակել էր ոչ միայն աշակերտներին եւ ուսուցիչներին, այլև բոլոր ներկա գտնվողներին։ Տոնական ցերեկույթը հագեցած էր գեղարվեստական համարներով։ Մի խոսքով տեղի ունեցավ այն ամենը, ինչը տոնը իսկապես տոն է դարձնում։ Գոհար Մովսիսյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։
Ինչ է կատարվում մարզկենտրոնի շուկայում, ինչն է թանկացել, ինչ է էժանացել, փորձել է պարզել Կարինե Մարգարյանը, ով զրուցել է թե առևտրականների եւ թե գնորդների հետ։ Մանդարինը 300-ից 400 դրամ է, խաղողը 350-ից տատանվում է մինչև 500 դրամի սահմանում, իսկ արքայանայինջը 250-ից մինչև 300 դրամ է։ Ներկայումս շուկայում ամենաշատը սպառվող մրգերը սրանք են։ Թանկացումներ հնարավոր է, բայց ներկայումս գներն էլ առանձնապես գոհացուցիչ չեն, ասում են գնորդները, ուր մնաց թանկանա։ Ով չի աշխատում նա ջգո, ով աշխատում նա չի պետք է ջգո լինի։ Դե թանկացումները հաստատ կան։ Վաճառողների ու վերավաճառողների կարծիքով միրգն ու բանջարեղենը տարվա այս եղանակի համար բավականին հարմար գներով են ձեռք բերվում ու վաճառվում, հատկապես խաղողի մատչելիությունից են գոհ։ Մի քիչ դժգոհում են լոլիկի ու վարունգի գներից։ Այսպես ասած, անմխիթար լոլիկ կարելի է գնել ընդամենը 250 դրամով, իսկ եթե լավ լոլիկ եք ուզում, պետք է վճարել մինչև 450 դրամ։ Ինչ վերաբերում է վարունգին, այն արժե 600-ից 800 դրամ։ 250, 350։ Ձեր կարծիքով թանկացել են գները։ Ոչ, նորմալ գները։ Ինչքան գնորդները բողոքում են բարձր գներից, այնքան էլ վաճառողները հարմար են համարում ներկայիս գները։ Ով է ճիշտ, ով սխալ, իհարկե դժվար է ասել։ Պարզ է, բնակիչն ավելի քիչ է ուզում վճարել, իսկ վաճառողը սեփական շահից բացի տեղափոխման ծախսերն է փորձում հոգալ։ Իսկ եթե համեմատական անցկացնենք նախորդ տարվա հետ, ապա կարելի է արձանագրել, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած շուկայում ամեն ինչ նույնն է։ Չէ, նույնն է մնացել, թանկացել չի, չէ, ասենք դու ես մի բերողը, ես առնող որպես ինձ մար թանկ չի։ Եթե պակասա թանկ է, եթե լիքն է էժանա։ Ինչքան էժան առնենք, այնքան էժան կծախենք։ Ու այսպես շուկային հատուկ վեճերով ու փոքրիկ խնդիրներով, այնուամենայնիվ շարունակում ենք սպառվել միրգն ու բանջարեղենը։ Գլխավոր ցանկությունը մեկն է՝ թանկացումները չհատեն սահմանը։ Կարինե Մարգարյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, Ֆորտունան արդեն ուրբաթ օրվանից սկսում է նոր հաղորդաշար, ինչի մասին է խոսքը, իմացեք կարճատև անոնսից։ Նոր հաղորդում, Ֆորտունա մարզային հեռուստաընկերության եթերում։ Վերջին օրերին Ստեփանավանում մեծ ցնծություն է։ Ոլորտներ, որտեղ պետության հնարավորությունները դեռևս բավարար չեն։ 120 փոքրիկի համար նախատեսված այս մանկապարտեզի հիմնական շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014-ի գարնանը, ամռանը արդեն այստեղ մուրճի ձայներին կփոխարինեն երեխաների ճիչերը։ Միլիոնավոր դոլարների ներդրումներ հանուն բարեգործության։ Մեր տաշիրցիների մեծ ուրախություն է սա պարգևելու։ Ինչ գործունեություն է ծավալում Տաշիր բարեգործական հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ։ Շատ լավ մանկապարտեզ ալնելու։ Բացի նշվածները, մանկապարտեզի կառուցումը նաև ժամանակավոր աշխատատեղի հարցելություն, նպատակաուղղված բարեգործություններ եւ հետեւողական մոտեցում։ Չափազանց կարևոր է հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր ներուժը ներդնում են նոր մտավոր ներուժ տեղավորելու գործում։ Մի խոսքով հաղորդման ընթացքում կներկայացվի այն ծրագրերի մանրամասները, որոնք պատրաստվում է իրականացնել Տաշիր բարեգործական հիմնադրամը։ Հաղորդման անդրանիկ թողարկումը դիտեք ուրբաթ օրը 22:20-ին։ Սպասեք մեզ, անակնկալներ շատ են լինելու։ Արխիվում միջազգային լրահոսն է, աշխարհում կատարված իրադարձություններից ուշագրավներով տեսանյութը ներկայացնում Էռնա Անդոնյանը։ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղարկվել է տիեզերք, Սոյուզ հրթիռը ջահը է միջազգային տիեզերակայան, շաբաթ օրը 2 ռուս տիեզերագնացներ պատմական քայլ կանեն, հանելով այն բաց տիեզերքը ջահը չի վառվի։ Սա Ռուսաստանի կողմից եւս մի քայլ է ցույց տալու, որ այն հզոր եւ ժամանակակից երկիր է։ Կալիֆորնիական Լոս Անջելես եւ Սան Դիեգո քաղաքների բնակիչները հաղորդել են այրվող օբյեկտի մասին, որը նման է եղել հրեգնդի կամ երկնաքարի, որն անցել է երկնքով։ Երևույթը նկատելի է եղել անգամ Արիզոնայում եւ Թեքսասում։ Համացանցի օգտատերերին ցնցել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է 14-ամյա աղջիկը ծեծի ենթարկում իր ծանոթ աղջկան։ Այս անգամ իրենց պահվածքով առանձնացել են Ռոստովյան Նովոչերկեսկի դպրոցի աշակերտները։ Այս տեսանյութից հետո ոստիկանությունը սկսել է ստուգումներ անցկացնել։ Իրավապահները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին դպրոցի տարածքում դասերից հետո։ Կռիվը հեռախոսով նկարահանել է տուժածի համադասարանցին, աղջկան ծեծողի ընկերուհին։ Դեպքերից մեկ օր անց տեսանյութը արդեն հայտնվել էր ծեծի մասնակիցներից մեկի սոցիալական էջում։ Կադրի ետևում լսվում է ծիծաղ, սակայն ներկաներից ոչ մեկը նույնիսկ չի փորձում դադարեցնել ծեծը։ Իրավապահները տուժած դպրոցականին ուղղել են Նովոչերկեսկի հիվանդանոց, որտեղ նրան հայտնել են ախտորոշումը՝ ուղեղի ցնցում։
Յուկա անունով մամոնտը, որն ունի 39,000 տարվա պատմություն, այսօրվանից ցուցադրության է հանվել Թայվանում։ 3 մետրանոց մամոնտը, որը հայտնաբերվել է 2010 թվականին Սերբիայում, ըստ գիտնականների սատկել է 10 տարեկանում, սակայն նախապատմական կենդանին շատ լավ է պահպանված եղել, երբ հնագետները հայտնաբերել են դրա սառած մնացորդները։ Նրա մարմնի վրա առկա վնասվածքները վկայում են այն մասին, որ նախամարդիկ մամոնտների են որսացել։ Մամոնտներն առաջացել են աֆրիկյան փղերից Սարսե դարաշրջանում։ Դրանք կշռել են 8-ից 10 տոննա եւ 2 անգամ ավելի մեծ են եղել, քան ժամանակակից փղերը։ Նրանց երկար ժանիքներն օգնել են կռվել գիշատիչների դեմ, ինչպես նաև քանդել սառույցը։ Թողարկման այս հատվածում խոսելու ենք եղանակի մասին, կանխատեսումները կներկայացնի Էռնա Անտոնյանը։ Էռնա, գիտեմ, որ թարմ տեղեկություններով ես եկել, ինչ կասես։ Սարգիս, նախքան եղանակին անդրադառնալը նշեմ, որ եղանակի գործընկերն է Lux Computers-ը։ Երկար սպասված անակնկալը լյուքս մասնագիտացված խանութներից։ Դիմավորեք նորաբաց կենցաղային տեխնիկայի բաժին։ Գնեք բարձրակարգ տեխնիկա լավագույն արտադրողներից։ Գործում է ապարիկ վաճառք տեղում, երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում։ Լյուքս մասնագիտացված խանութը պահպանելով բոլոր նախկին ակցիաները եւ զեղչերը, առաջարկում է ավելին։ Գներով համակարգիչ, հեռուստացույց, սառնարան կամ լվացքի մեքենա, ստացեք արժեքավոր նվերներ ձեր ընտրությամբ։ Կատարեք շահավետ գնումներ, քանզի գները մեզ մոտ սակարկվում են։ Այցելեք քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28 հասցեին գործող առևտրի կենտրոն առաջին հարկ։ Լյուքս մասնագիտացված խանութ։ Սպասեք նոր անակնկալների։ Այժմ ներկայացնենք կանխատեսումները։ Նոյեմբերի 8-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի խիտ անպամատությամբ եղանակ, օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, առայժմ անձրևի տեսքով քամին 10-ից 15 մետր/վայրկյան արագությամբ կլինի, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում, մինչև 18 մետր/վայրկյան արագությամբ առանձին վայրերում հավանական է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն արևմտյան շրջաններում ցերեկը կնվազի 3-ից 5 աստիճանով, արևելյան շրջաններում կցրտի շաբաթօրը նոյեմբերի 9-ին ըստ նախնական տվյալների Հարավարևելյան շրջաններում շաբաթօրը նաև զգալի առատ տեղումներ են հնարավոր։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 6, ցերեկը 17 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 3, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 7, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 3, ցերեկը 7 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 5 աստիճան, ցերեկը 7 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոնում սպասվում է գիշերը 6, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Երևանում նոյեմբերի 8-ին սպասվում է անպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, քամի 7-ից 10 մետր/վայրկյան արագությամբ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 17 աստիճան տաքություն։ Սարգիս, անկախ եղանակից պահպանեք բարձր տրամադրությունը։ Շնորհակալ եմ Էռնա կանխատեսումները ներկայացնելու համար, բարեկամներ, այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Շարունակեք դիտել Ֆորտունա եւ մնացեք խաղաղությամբ։ Ցտեսություն։